Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր հուլիսի 8։ Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների 4 կողմովը և փրկում է նրանց։ Սաղմոս 34-րդ գլուխ 7-րդ խոսք։ Մենք չենք կարող տեսնել հրեշտակներին, սակայն բավական է, որ նրանք տեսնում են մեզ։ Կա ուխտի մեկ մեծ հրեշտակների արարիչ, որին թեև չենք տեսել, սիրում ենք և նրա հայացքը մշտապես մեզ վրա է, թե ցերեկ, թե գիշեր։ Նրա իշխանության ներքո սուրբ հրեշտակների անթիվ բազմություն կա, և նա նրանց կարգում է որպես պահապաններ իր սրբերի վրա պահպանելու և ամեն չարիքից պաշտպանելու համար։ Եթե դևերը փորձում են վնասել մեզ, ապա լուսեղեն հրեշտակները ծառայում են մեզ և օգնության հասնում։ Հիշենք, որ հրեշտակների Տերը չի գալիս ու գնում մեզ ընդամենը անցողիկ այցելություններ տալու համար։ Նա և իր զորքերը մշտապես բանակ են դնում մեր շուրջը։ Փրկության բանակի գլխավոր շտաբը այնտեղ է, որտեղ բնակվում են նրանք, ովքեր իրենց վստահությունը դրել են կենդանի Աստծո վրա։ Այդ բանակը շրջապատում է հավատացյալներին, այնպես որ ոչ մի կողմից չեն կարող հարձակման ենթարկվել, եթե միայն թշնամին չկարողանա ճեղքել հրեշտակների Տիրոջ պաշտպանական ամրությունները։ Մեր պաշտպանությունը հաստատուն է, իսկ հսկողությունը անընդհատ։ Աստծո պատգամաբեր հրեշտակների պահպանության ներքո մենք չենք զարմանա անակնկալ հարձակումներից և չենք կործանվի շնչող ուժերի հորձանուտում։ Այս խոսքում խոստացված է ազատագրություն մեր փրկության մեծ առաջնորդի կողմից, և այդ ազատագրությունը մենք նորից ու նորից պիտի վայելենք, մինչև մեր հոգևոր պատերազմը ավարտվի և մենք մարտադաշտը փոխարինենք հանգստի տան հետ։